Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ռուսաստանը միջամտում է Հայաստանում կայանալիք ընտրություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է The Insider պարբերականի հրապարակումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության, Ռուսաստանի Դաշնության դիվանագետների կողմից Հայաստանում լրտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։ The Insider-ը մայիսի 19-ին ծավալուն հոդված էր հրապարակել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, Ռուսաստանի նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին։ Ըստ պարբերականի Մոլդովայում և Հունգարիայում վերջին անհաջողություններից հետո Կրեմլն իր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Պարբերականի պնդմամբ Կրեմլը հույս ունի կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը այն բանից հետո, երբ նա սկսել է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ Ի դեպ, այս հրապարակումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ ունի ջերմ հարաբերություններ։ Չնայած Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունենալու մասին Փաշինյանի պնդումներին, Մոսկվան շարունակում է վերջնագրի լեզվով խոսել Հայաստանի հետ։ Պահանջում են արագ կողմնորոշվել, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ։ Ավելին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Մոսկվայի ներկայացրած վերջնագիրն ուղեկցվում է նաև կոնկրետ գործողություններով։ Օրինակ, Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ Ռոսելխոզնաձորը հայտարարել է, թե որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։ Ըստ հաղորդագրության, չնայած Հայաստանի ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ Նշվում է, որ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77%-ը։ Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Օսիպյանը մարտի 22-ին Facebook-ի իր էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին Օսիպյանը, ըստ քննչական կոմիտեի, իմանալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել է քարոզչության ընթացքը։ Ըստ հաղորդագրության, Օսիպյանը տեղում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, չի ենթարկվել հավաքվածների հորդորներին և խախտել է հասարակական կարգը։ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 3 հոդվածով՝ վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։ Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի քարոզչության ժամանակ Արթուր Օսիպյանը մոտեցել, հարց էր տվել Ղարաբաղի թեմայով, ինչին Փաշինյանն արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով։ Ժամեր անց ոստիկանությունը Օսիպյանին ձերբակալել էր։ Քաղաքացիական հասարակության 1 տասնյակից ավելի կազմակերպություններ խստորեն դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։ Քաղաքասարակության տարբեր ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրում նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչող վիրավորանքների և սպառնալիքների վրա և հորդորում իրավապահներին միակողմանի չգործել։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Տիկին Ալեքսանյան, հայտնի միջադեպից հետո Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց, ձեր գնահատականը տեղի ունեցած միջադեպին և իրավապահների գործողություններին։ Միջադեպը տեղի է ունեցել բոլորի աչքի առջև, կա տեսանյութը, որտեղ այն ինչում մեղադրում են Արթուր Օսիպյանին, այդ միջադեպի հետ առնչություն չունի, բայց հենց միջադեպն է դրած մեղադրանքի հիմքում։ Փաստաբանը երեկ պարզաբանեց, որ հենց այդ բանավեճը, այսպես ասած, այդ վեճը Նիկոլ Փաշինյանը դա դրել են մեղադրանքի հիմքում, համարելով, որ դա խաթարել է քարոզարշավի ընթացքը եւ Արթուր Օսիպյանը խուլիգանություն է դրսևորել։ Այս երկու այսպիսի մեղադրանքներ են դրել, բավականին ծանր մեղադրանքներ։ Երբ որ մենք բոլորս տեսանք, որ նա պարզապես հարց էր տալի, ընդ որում դրանից առաջ
Փաշինյանը ասել էր, որ մարդիկ ովքեր ուզում են իրեն հարցեր ուղղել եւ այլն կարող են մոտենալ եւ հարցնել։ Սրան հակառակ պետք է ասենք, որ այն անվայելուչ բառերը, ատելության խոսքը, վիրավորանքները հնչեցին հենց Նիկոլ Փաշինյանից եւ կադրերում կա նաեւ, որ նրանք քաշքշում էին Արթուր Օսիպյանին, այնպես որ բացահայտորեն Նիկոլ Փաշինյանը խախտում է սահմանադրությունը, օրենքները, չարաշահում է իր իշխանական դիրքը, շրջապատված ուժայիններով, թիկնապահներով եւ այլն։ Եվ ամենացավալին այն է, որ իրավապահ համակարգը գործում է Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Սա մի աննորմալ իրավիճակ է Հայաստանում, հեղինակազրկել, նվաստացնել իրավապահ համակարգին, որոնք եւ պատրաստական գնում են դրան, անում են, այսինքն այս իրավիճակը գտնում եմ, որ Հայաստանում շատ վատանում է վիճակը, սա ոչ միայն ընտրարշավի հետ է կապված, այլ դրանից առաջ մենք տեսնում ենք եկեղեցու հետ ինչպես էր վարվում Նիկոլ Փաշինյանը, բացահայտորեն, այստեղ էլ է բացահայտորեն անթաքույց իր ցանկությունները, կարևոր չէ թե դրա համար հիմքեր կան չկան, դրանք պետք է կատարվեն։ Այսինքն դուք համաձայն եք այն կարծիքների հետ, որ ընտրովի արդարադատություն կա։ Այո, ընտրովի արդարադատություն է սա կոչվում, դեռ մի բան էլ ավելին, ասենք Արթուր Օսիպյանը, սա բացահայտորեն ուղղակի հանրությանը ասում է դուք ով եք, մյուսները ով են, բացահայտորեն է ինքը գնում այդ քայլերին, հասկանում եք, սա անտեսելով որևէ օրենք, այսինքն այդ փաստը, որ թե ինչ է տեղի ունեցել, բոլորս ենք տեսել։ Նախընտրական քարոզարշավն անցնում է բավականին լարված մթնոլորտում, հնչում են վիրավորանքներ, սպառնալիքներ, իշխանության ներկայացուցիչներն իրենց ընդդիմախոսներին ասում են օրինակ գնայեք զոհվեիք եւ այլն, ձեր դիտարկմամբ այս իրավիճակն ինչի կարող է հանգեցնել։ Դա շատ մտահոգիչ է այս իրավիճակը եւ ոչ միայն դա իհարկե նորություններ գնայր զոհվեիր եւ այդ նույն բառակապակցությունը կրկնում էր պաշտպանության նախարարը Սամվել Կարապետյանին ուղղելով, ասենք, դա առաջինը Նիկոլ Փաշինյանը Արթուր Օսիպյանի համար կրկնեց, այսինքն թիրախավորում են նրանք միշտ արցախցիներին եւ այդ բառապաշարը, ես կասեի փողոցային բառապաշարը, վիրավորական ատելությամբ լեցուն այդ խոսքերը, այդ սպառնալիքները մյուս կողմը եւս ասենք ուժեղ Հայաստանը ներկայացրել է հաղորդում դատախազությանը այս մասին, սա լարում է մթնոլորտը, շատ է լարում եւ ես ճիշտն ասած շատ զարմանում եմ, որ դեռ ընդդիմադիր կողմը, հակառակ կողմը դեռ չեն, այսպես ասած, իրենք չեն լարում։ Իրավիճակը լարում է Նիկոլ Փաշինյանը։ Չգիտեմ ինչ ծրագիր ունեն, ինչի են ձգտում, չեղարկել ընտրությունները, չգիտեմ ինչ են ձգտում, այսինքն կամ որոշ քաղաքական, այսպիսի խոսակցություններ կա, որոշ քաղաքական ուժերին, ովքեր մասնակցում են ընտրություններին, նրանց հեռացնել ընտրապայքարից, երեք մենք տեսնում ենք, որ ամբողջ օրը Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, որ Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի է, բոլոր տեսակի հերքումները, ասենք մյուս կողմից չէր անցնում, մինչև որ Ռուսաստանից եկավ պաշտոնական, մինչև այս ուժեղ Հայաստանը դիմեց արդեն Ռուսաստանի արտգործնախարարությունը, արդեն պաշտոնապես հայտարարեց, որ նա երբեք չի եղել Ռուսաստանի քաղաքացի։ Կարծում եմ, որ նպատակը իրոք կարող է լինել, որ որոշ ուժերի հեռացնեն ասպարեզից այս ընտրարշավի, ինչպես դա եղել է Մոլդովայի սցենար են ասում, ասենք այն ժամանակ։ Չգիտեմ այստեղ որ սցենարն է գործելու եւ շատ հաճախ մենք անակնկալներ ենք ունենում Նիկոլ Փաշինյանից իր սցենարներով կտեսնենք, բայց շատ ուզում եմ, որ շատ վտանգներ չլինեն։ Քարոզարշավի
Քարոզ արշավի ընթացքում թիրախավորվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, սա ինչով է պայմանավորում, ինչ խնդիր են լուծում սրանով։ Գիտեք ինչ, միշտ էլ տեղահանումից ի վեր թիրախավորված են եղել արցախցիները։ Ես հարցազրույցներում մշտապես ասել եմ, որ ատելության խոսքը հիմնել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Մենք դեռ այդ բլոկադայից էինք տեսնում, թե ինչպես էին արտահայտվում, եւ այստեղ մեկ ուժեղացնում են այդ քարոզը իրենց համակիրների, իրենց ֆեյքերի միջոցով։ Նպատակը, չգիտեմ, գուցե օրինակ այդ բարերը ինչու դու չես զոհվել Արթուր Օսիպյանին, շատ վատ է, որ նման բան է ասվում։ Այսինքն դուք զոհվեիք, չգայիք Հայաստան, չգիտեմ, ամեն ինչ կարող ես մեկնաբանել։ Արցախցիների մի մասը, որոնք անձնագրեր չեն ստացել, չեն մասնակցելու այս ընտրություններին։ Բնականաբար արցախցիները լուրջ պատճառներ ունեն չվստահելու այս իշխանությանը եւ ավելին ասեմ, դեմ լինելու այս իշխանությանը։ Իրենց այդ հարցը մշտապես բարձրացնելու, դուք գիտեք, որ անգամ մեզ են ուզում զրկել Արցախի մասին խոսելուց, եւ դեռ գիտեք, անմիջապես տեղահանվելուց հետո, երբ որ զինվորներին բերում են, մահացած զինվորներին, հա, դիերը երբ որ բերում էին Եռաբլուրում, ոչ բոլորը, բայց մի մասը բերում էր Եռաբլուրում ուղարկավորելու, նրանց թույլ չէին տալի Արցախի դրոշը գցել ուրեմն դագաղների վրա, եւ մենք նույնիսկ հարցումներ էինք անում պաշտպանության նախարարությանը, որ ընտանիքներին կրկնակի շոկի մեջ էին ընկնում։ Այսինքն այդ վերաբերմունքը մշտապես եղել է, իսկ կարծում եմ, որ նրանք ուղղակի ուզում են լրացնել արցախցիներին, ինչպես Ադրբեջանն է, այդ հարցը Ադրբեջանն է, ասենք, ցանկանում, դա նույնը այստեղ ուզում է անել, որ Արցախի հարցը փակված է, այլևս ոչ մեկ չպետք է խոսի այդ մասին։ Եվ մի դիտարկում էլ անեմ, որ այստեղ հիմա մենք այս ընտրարշավին մենք տեսնում ենք, որ Արցախի մասին խոսում են բոլորը։ Եթե տեղահանումից հետո դեռ այդքան չէր խոսակցությունները, բայց ես ինքս նկատում եմ, որ այս ընտրությունները ամբողջությամբ խոսում են ուրեմն արցախցիների տեղահանման եւ այլնի մասին։ Լռել հնարավոր չէ։ Երևանը վերջին տարիներին կառուցապատման ակտիվ փուլում է իր դրական եւ բացասական կողմերով։ Բազմաբնակարան շենքեր, նոր թաղամասեր, վերակառուցվող տարածքներ։ Գործընթացն ուղեկցվում է ինքնակամ շինությունների դեմ պայքարով։ Հաջողում է արդյոք քաղաքային իշխանությունն այս հարցում։ Երևանից մեր թղթակից Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել թեմային։ Մայրաքաղաք Երևանում ավելի քան 50,000 ինքնակամ շինություն կա։ Տարիներ շարունակ դրանց ապամոնտաժման հարցը եղել է քաղաքային իշխանությունների օրակարգում, սակայն այլ հարց է ավելի հետաքրքրական. ինչու են դրանք առաջացել։ Ինքնակամ շինությունները առաջացել են վատ կառավարման եւ կոռուպցիայի պայմաններում։ Վատ կառավարման դեպքում թույլտվություն ստանալը այնքան բարդացված է, այնքան կոռումպացված է, որ մարդկանց ավելի ձեռնտու է դառնում սարքել, հետո նոր գնալ օրինականացման ճամփա։ Երբ պետությունը հաճույքով ընդունել է օրինականացման ավանդույթները, նախկինում էլ նույն այլ ամեն ինչ արվում է։ Քաղաքային իշխանությունը վերջին տարիներին համապատասխան որոշումների մեջ որոշակի փոփոխություններ է կատարել ինքնակամ շինությունների օրինականացման ժամկետների սահմանափակման հետ կապված։ Քանվան որոշումները վերջին ժամանակաշրջանում բավականին շատացել են, դա պայմանավորված է նաև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական հաստատման հետ։ Երևան համայնքի հողամասերի նշանակությունները հստակեցվել են եւ դրա արդյունքում բազմաթիվ ինքնակամ շինություններ հայտնվել են ընդհանուր օգտագործման տարածքներում։ Դրանք այն հողամասերն են, որոնք օտարման ենթակա չեն։ Գլխավոր հատակագիծը Երևանի ընդհանուր շատ line, high level, այսպես ասած, բարձր մակարդակով զարգացման ռազմավարությունն անում։ Գլխավոր հատակագծի մանրամասնությունը չի գալիս հասնում այն շենքի օրինական մի քիչ ինքնակամ գարաժին կամ չգիտեմ ինչին եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը իրանց համոզել են, որ այդ փաստաթուղթը կա, բոլորը համոզել են, որ այդ փաստաթուղթը կարող է խնդրել, բայց այդ փաստաթուղթը չի լուծում այդ խնդիրը։ Այդ խնդիրը լուծում են հստակ լավ մշակված գոտեվորման նախագծերը, որոնք վերջի անգամ Երևանի որևէ շրջանի համար
2007-8 թվականներին են կառուցվել։ Գլխավոր հատակագիծը չի անդրադառնում նման խնդիրներին։ Ինքնական շինությունների մի մասն ազդում է նաև Երևանի արտաքին տեսքի վրա, բայց ո՞րն է Երևանի իրական տեսքը։ Կա ձևավորված իրավական փաստաթուղթ։ Չկա ամբողջական, այսպես ասած, խնդիրը ձևակերպված, հետո այդ ձևակերպած խնդիրը ճանապարհներով քայլերով պետք է գնալ եւ դա անել։ Նորից եմ ասում, իմ կարծիքով բազմաթիվ ինքնակամ շինություն, որ առաջի ասես կարող ինքնակամ շինություններ տպավորություն թողնել, իրենք շատ ավելի Երևանին ավելացած արժեք են տալիս, քան թե բազմաթիվ շենքեր, որոնք օրինական թղթով ամեն ինչ գրանցված են, բայց իրանք այսպես ասած չեն տալիս այն ավելացած արժեքը։ Դա լավագույն օրինակը Ֆիրդուսի թաղամասն է։ Ինք շատ կոլորիտային մի թաղամաս էր, մենք քանդեցինք, հիմա սարքում ենք ստալինյան ոճով մի հատ բիզնես թաղամաս, ինչ որ նոր մարդկանց համար եւ այլն, եւ կորցնում ենք այդ ամեն ինչը։ Խոնդ ամբողջովին։ Նորագյուղը, որ հիմա ուզում ենք քանդեն, դա բոլորը այսպես կոչված ինքնական թաղամասեր են։ Առանց ճարտարապետի ինքնաբուխ զարգացած թաղամասեր են։ Հիմա մենք դրանց հետ խնդիր ունենք, թե չունենք։ Իմ կարծիքով Երևանի ամենահետաքրքիր թաղամասերն են դրանք։ Ինքնակամ շինությունների քանդման որոշումը բխում է կառավարության որոշումից։ Երևանի արտաքին տեսքի հետ կապված որոշ դեպքերում Երևան համայնքն իր նախաձեռնությամբ է իրականացնում նաև քանդման աշխատանքները։ Դրանք մասնավորապես վերաբերում են կրպակներին, որոնք ժամանակին տեղադրվել կամ կառուցվել են հետիոտնի համար նախատեսված անցուղիներում։ Վերջին 1 տարվա ընթացքում քաղաքապետարանն ապամոնտաժել է ավելի քան 400 ինքնակամ շինություն։ 50,000 ինքնակամ շինություններից ոչ բոլորն են փչացնում Երևանի արտաքին տեսքը, բայց ամեն դեպքում դրանք անօրինական են։ Պետք է ապամոնտաժել, չէ՞։ Այո, պետք է ապամոնտաժել, որոնք որ իրականացված են համայնքային հողամասերի վրա, որոնք որ ենթակա չեն օրինականացման, բնականաբար դրանք ենթակա են ապամոնտաժման։ Բայց քանի որ դրանց քանակը իրականում շատ մեծ է, եւ դա հնարավոր չի իրականացնել ինչ-որ սահմանված ժամկետում, դրանք իրականացվում են ըստ անհրաժեշտության։ Պարզ օրինակ բերեմ, Վարդանանց փողոցը, որտեղ որ հայտնի գնունի շուկան է, այդտեղ իրականացվեցին կրպակների ապամոնտաժման աշխատանքներ։ Արդեն եկել էր ժամանակը, որ դրանք պետք է ապամոնտաժվեն, որովհետև երբ որ դրանք ժամանակին կառուցել են, տեղադրել էին, այն խնդիրները չկար, որը որ կա հիմա։ Այսինքն այդ նույն խցանումները, այդ նույն հետիոտնի անցուդարձը։ Աշխարհում բազմաթիվ երկրներ անցել են այս ճանապարհով։ Հեծանիվ հորինել պետք չէ, ասում է ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը։ Միևնույն ժամանակ ինքնակամ շինությունների դեմ պայքարում Երևանի քաղաքապետարանի հաջողությունների հետ կապված ճարտարապետն այդքան էլ լավատես չէ։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան Նյուզ, Երևան։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցը սկսեց Լեհաստանից։ Մադյարը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Տուսկը նշել է, որ Լեհաստանն ու Հունգարիան ցանկանում են լիովին վերականգնել համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի շրջանակում, որի կազմում են նաև Չեխիան և Սլովակիան։ Վարշավան պատրաստ է աջակցել Բուդապեշտին էներգետիկ շուկայի զարգացման գործում, հաղթահարելու ռուսական նավթի և գազի մատակարարումներից կախվածությունը։ Ինչպես հայտարարել է Տուսկը, տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է նաև միասնական դիրքորոշում Ուկրաինայի հարցում։ Մադյարն էլ նշել է, որ Եվրամիությունը կազմված է ինքնիշխան պետություններից, ուստի Հունգարիան նույնպես ունի ինքնիշխան իրավունք որոշելու, թե որ ուղղությամբ է ցանկանում շարժվել տարբեր հարցերում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան և YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։